Ինչպես հասկացաք, ոչինչ պատահական չէ եւ Ֆրանսիայի մեր այսօրվա շունչը, որ այսպես տարածվել է եթերում, եւս։ Ֆրանկոֆոն թատերական հանդիպումների 7-րդ թողարկումը Երևանում նվիրվում է ժամանակակից հանրահայտ դրամատուրգ Մատիե Վիշնիեկին։ Նոյեմբերի 3-ին եւ 4-ին Երևանի տարբեր հարթակներում կայացել են Մատիե Վիշնիեկ բարձրաձայն թատերական հյուսված խորագրով Ֆրանկոֆոն թատերական հանդիպումներ։ Նախագիծն իրականացնում է Ավանսեն Ֆրանկոֆոն թատերական ասոցիացիան ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ։ Հանդիպումների, թատերական ընթերցումների եւ տարբեր վայրերում ներկայացումների, տպավորությունների, ինչպես նաեւ Մատեի Վիշնիեկի պիեսների հայերեն թարգմանության շնորհանդասի մասին ենք խոսելու այսօրվա մեր հյուրերի հետ, ում եւ սիրով հյուրընկալել ենք մեր տաղավարում։ Բարև ձեզ։ Այո, ներկայացնենք Հայաստանում ֆրանկոֆոն թատերական հանդիպումներ նախագծի համահիմնադիր Լուսինե Աբգարյան, որը կօգնի նաեւ հաղորդակցվել մեր հյուրի հետ եւ դրամատուրգ Մատե Վիշնիեկի։ Bonjour. Հաճելի է մեր տաղավարում հյուրընկալել, կենդանի լեգենդերին տեսնել մարդիկ, ովքեր ստեղծում են արարում ու միաժամանակ հանդիպում իրենց հանդիսատեսի, իրենց սիրող լսողների, ընթերցողներին։ Ça fait beaucoup de plaisir de vous accueillir ici. Je suis heureux d'être ici avec des amis francophones et francophiles. Ես երջանիկ եմ, որ այստեղ եմ ֆրանսախոս եւ ֆրանսասեր ընկերների հետ։ Et avec des amis qui aiment le théâtre, la culture et le dialogue. Եվ այնպիսի ընկերների հետ, ովքեր սիրում են թատրոնը, մշակույթը եւ երկխոսությունը։ C'est la francophonie qui nous a réunis. Ֆրանկոֆոնիան մեզ միացրեց։ Mais plus que ça, la conviction que la culture est importante, que le théâtre est important. Բայց նաեւ այն համոզմունքը, որ մշակույթը եւ թատրոնը կարեւոր են։ J'ai découvert 5 de mes pièces montées, 5 de mes pièces imprimées, publiées. Ծրագրում իմ 5 պիեսները բեմադրվել էին եւ 5 պիեսները թարգմանվել, հրատարակվել։ Une formidable école de théâtre avec beaucoup de talent. Եվ մի թատերական շատ լավ դպրոց եմ բացահայտել, որտեղ շատ տաղանդավոր ուսանողներ կային։ Որն է օրինակ այդ։ C'est quelle école? C'est votre école de théâtre. Թատերական դպրոցը, թատրոնի կինոյի պետական ինստիտուտի ուսանողների երիտասարդները, նրանք որոնք ճանապարհ պետք է բռնեն։ Des étudiants très motivés, des professeurs qui ont beaucoup de talent pédagogique. Շատ մոտիվացված ուսանողներ, շատ տաղանդավոր դասախոսներ, Et beaucoup d'imagination et d'énergie. Շատ էներգիա եւ մեծ պատկերացում։ Հրաշալի։ Պատմեք, թե հենց նոյեմբերի 3-ին եւ 4-ին ինչպես է անցել միջոցառումը, որպես այսպես ամփոփում, ինչ մանրամասներ կարող եք մեզ ներկայացնել։ Սիրով, ուրեմն նոյեմբերի 3-ին, երբ հյուրընկալեցինք արդեն Մատեի Վիշնիեկին, առաջին միջոցառումը, որ նախատեսված էր, նրա 5 թատերկերի շնորհանդեսն էր, որովհետև նախորդ տարվա ընթացքում մեր թարգմանիչների խմբով թարգմանել ենք Վիշնիեկից 5 պիես, ընտրությունը կատարել ենք, կարելի ասել հետաքրքիր ընտրություն ենք կատարել, որովհետև ինքը իսկապես շատ բազմաձայն հեղինակ է, բազմաձայն ստեղծագործությունների հեղինակ է եւ որոշել ենք անդրադառնալ եւ նրա պատմական թեմաներով, պատմական թեմաների վերաիմաստավորմամբ անդրադարձներին պիեսներում եւ ավելի միգրացիայի թեմային, որը իր սիրելի թեմաներից մեկն է, այո, ժամանակակից թեմաներից։ Այնուհետև հյուրընկալել էինք Բրաշովի անտիտեատրու թատերախմբի ներկայացումը Կինը մարտադաշտ եւս Մատեի Վիշնիեկի պիեսը Բրաշով թատրոնից, Մհեր Մկրտչյան թատրոնն էր հյուրընկալել եւ շատ լավ արձագանք ունեցավ։ Իսկ երեկվա ամբողջ օրը Մատեին հանդիպել է ուսանողներին, դրամատուրգիայով, հետաքրքրված ուսանողներին, սցենարիստներին եւ դերասաններին, ռեժիսորներին, թատերական ինստիտուտում հանդիպեց, այնուհետև Եվս 5 պիեսներ Մատեի Վիշնիեկից բեմադրվել եւ թատերայնացված ընթերցանությամբ ներկայացվել են մեզ եւ ամբողջ երեկո դիտել ենք 5 ներկայացում։ Հետաքրքիր է Հայաստանում ինչպիսին էր արձագանքը, պարոն Վիշնիեկը ինչպես կգնահատի իր ներկայացումների, իր գործերի ներկայացումը արդեն Երևանում, հայ դերասաններ էին խաղում, թե դրսից էին հրավիրված, ինչպես է եղել։ Առաջին օրը հրավիրված թատերախումբ էր Բրաշովից, Ռումինիայից եւ 3 մեր հայ էքսպերիմենտալ երիտասարդական թատերախմբերն էին։ Եվ ինչպես կգնահատի պարոն Վիշնիեկը մերոնց խաղը։ J'ai un peu présenté le programme des 2 jours, j'ai un peu fait le bilan, les dames demandent quelles étaient vos impressions, comment est-ce que vous pouvez évaluer les mises en scène. Oui, déjà je me sens comme dans une famille. Արդեն ես զգում եմ ինչպես մի ընտանիքում։ Il y a une internationale de gens du théâtre. Կա թատերական ոլորտի մարդկանց ինտերնացիոնալ մի
համայնք, qui partout pensent de la même manière, որոնք ամենուր nույն կերպ են մտածում, que le théâtre c'est un instrument de socialisation որ թատրոնը սոցիալականացման միջոց է, et par le théâtre on peut comprendre mieux l'homme et ses contradictions եւ որ թատրոնի միջոցով ավելի հեշտ է հասկանալ մարդուն եւ նրա et les contradictions de հակասությունները la société. եւ հասարակության hակասությունները։ J'étais très heureux parce qu'une compagnie roumaine est venue et a joué en langue roumaine, sous-titré bien sûr. Եվ ես շատ երջանիկ էի, որովհետեւ Ռումինիայից էլ մի թատերախումբ եկավ ու խաղաց ռումիներեն հայերեն ենթագրերով։ Plus on fait des échanges, mieux c'est pour nos peuples et nos communautés. Որքան շատ լինեն փոխանակումները, այդքան ավելի լավ մեր համայնքների, մեր ժողովուրդների Car համար։ très souvent la politique nous divise, mais la culture nous réunit. Որովհետեւ շատ հաճախ քաղաքականությունը տարանջատում է մեզ, իսկ մշակույթը միացնում։ Հիանալի է նաև այս նախաձեռնությունը, որ հենց ֆրանկոֆոն այդ համաժողով շրջանակներում ֆրանսերենով է լինում, սիրո լեզվով, միմյանց ավելի հասկանալու լեզուն ու արվեստը այսպես միահյուսվում են եւ դառնում է մի ազգին լայն առումով դառնում, որովհետեւ արվեստը ազգություն չունի։ Évidemment, c'est très bien parce que la francophonie nous réunit et l'art n'a pas de nationalité. Et puis la francophonie c'est aussi un espace de vie, de circulation et de dialogue. Ֆրանկոֆոնիան նաև կյանքի, շրջանառության եւ երկխոսության տարածք է։ La francophonie c'est des valeurs démocratiques, Նաև դեմոկրատիկ ժողովրդավարական mais արժեքներ aussi են l'art տարածում։ de vivre un peu à la française. Եվ նաև մի փոքր ֆրանսիական ապրելավոճ, ապրելակերպ։ Nous sommes tous fascinés par la grande culture française, Իհարկե բոլորս հիացած ենք ֆրանսիական մեծ mais մշակույթով, il ne faut pas oublier que la première mondialisation culturelle ça a été grâce à la langue française. բայց պետք չի մոռանալ, որ մոնդիալիզացիան, գլոբալիզացիան առաջին տեղի ունեցել ֆրանսերեն լեզվի շնորհիվ։ J'ai eu le plaisir de converser en français avec beaucoup de metteurs en scène et comédiens ici en Arménie. Հայաստանում առիթ ունեցա շատ հայ ռեժիսորների, բեմադրիչների հետ ֆրանսերեն հաղորդակցվել։ Donc ça prouve que la francophonie est vivante et nécessaire. Դա ապացուցում է, որ ֆրանկոֆոնիան կենթանի է եւ անհրաժեշտ։ Ես կցանկանամ նաև, քանի որ շեշտեցիք, որ օրեր առաջ նաև ուսանողների հետ են հանդիպել, այդ փորձի փոխանակման խոսենք, ինչ տպավորություններ ստացան, ինչ հարցեր կամ խնդիրներ բարձրաձայնեցին ուսանողները։ Dans le programme, il y avait aussi une rencontre avec les étudiants. C'est intéressant quel type de questions ils vous posaient. J'étais ébloui par l'intelligence des questions Ես իսկապես ապշած էի հարցերի իմաստությունից et le désir d'échanger, de dialoguer. եւ երկխոսության այդ ցանկությունից։ Il y avait des étudiants metteurs en scène, des étudiants qui voulaient écrire du théâtre, des étudiants qui étaient comédiens. Կային ուսանողներ, որոնք պատրաստվում են դերասան դառնալ, բեմադրիչ եւ դրամատուրգ ապագայում։ Bien sûr, j'ai beaucoup de choses à raconter parce que j'écris depuis plus de 50 ans. Իհարկե շատ բան ունեի նրանց պատմելու, որովհետեւ արդեն 50 տարի է որ գրում եմ։ Mais ça m'intéresse aussi de voir quels sont leurs points d'intérêt. Ինձ հետաքրքիր է նաեւ տեսնել նրանց հետաքրքրության շրջանակները։ Je peux connaître mieux leur centre d'intérêt grâce à leurs questions. Եվ նրանց հետաքրքրությունների շրջանակը բնականաբար հարցերի շուրջ, հարցերի միջոցով ավելի շատ Et puis, կարողացա ils ont իմանալ։ un niveau de préparation admirable avec beaucoup de connaissances concernant la littérature, l'histoire du théâtre et la géopolitique aussi. Եվ իսկապես շատ պատրաստված ուսանողներ էին, բավականին գիտակ էին եւ գրականությունից, եւ գեոպոլիտիկայից, եւ թատրոնից։ Շալի։ Ես կցանկանամ նաև Ավանսեն ֆրանկոֆոն թատերական ասոցիացիայի գործունեության մասին պատմեք։ 7-րդ թողարկումներ, ձեր տպավորությունները, ակնկալիքները, ինչ է սպասվում նաև մյուս տարի։ Սա ծավալուն աշխատանք է, որին ինչպես ես հասկանում եմ, 1 տարի շարունակ դուք նախապատրաստվում եք։ Այո, արդեն 7 տարի շարունակ նախորդ տարի սկսում ենք պատրաստվել հաջորդ թողարկման համար։ Նախորդ 7 տարիներին, քանի որ նախագիծը միտված է հրավիրել ժամանակակից դրամատուրգների, մեզ համար կարևոր է, որ ընտրվեն շատ խոսուն, շատ ձայն բարձրացրած եւ իսկապես հետաքրքիր դրամատուրգներ եւ արդեն հրավիրել ենք տարբեր դրամատուրգներ Բելգիայից, ամեն տարի 4-5 դրամատուրգ ենք հյուրընկալել, Քվեբեկից, Կանադայից, աֆրիկյան մի շարք երկրներից, Սենեգալ, Բենին, նաեւ Ֆրանսիայից։ Հետո նախորդ տարի Էժեն Յոնեսկոին ենք նվիրել թատերական հանդիպումները եւ այս տարի Մատեի Վիշնյեկին։ Հաջորդ տարի երևի թե անդրադառնանք ծրագրերի մասին, եթե խոսենք, երևի թե անդրադառնանք հայկական արմատներով ֆրանսալեզու հեղինակներին։
Անդրադառնալով նաև այդ հանդիպումներին, ինձ հետաքրքիր է որքանով է բաց, որքանով է հասանելի հանրության համար, թե միայն փակ շրջանակների համար է ու նաև մեր դերասանները, մեր խմբերը, մեր սցենարիստները դրսում այս թատերական հանդիպումների շրջանակում կարողանում են ներկայացումներ ունենալ։ Շուտ, մեր թիրախային խումբը հենց մեր երիտասարդ, էքսպերիմենտալ եւ նաեւ պրոֆեսիոնալ թատրոններն են, ովքեր ցանկանում են համագործակցել տարբեր ստեղծագործությունների շուրջ, տարբեր հեղինակների շուրջ։ Սա մի հարթակ է, որ իրենց տրամադրվում է, որտեղ կարող են ցանկացած ձևով ներկայանալ, այսինքն երբեմն թատերայնացված ընթերցանություն են պլանավորում թարգմանված պիեսների շրջանակում, երբեմն բեմադրություններ, ինչպես երեք տեսանք, երբեմն իրենք են առաջարկում, թե ինչ կարելի է ծրագրում նախատեսել եւ այս ամենը բնականաբար մուտքը ազատ է հանդիսատեսի համար եւ բոլոր ներկայացումների մենք փորձում ենք մաքսիմալ հասանելի դարձնել, ինչպես նաև մարզային կոմպոնենտը մեզ համար կարևոր է, մասնակիցներ միշտ են ունենում մարզերից կամ երբեմն նաև կազմակերպել ենք նախկինում Գորիսում, Գյումրիում, հիմա շարունակում ենք Գյումրիի հետ սերտ համագործակցել։ Հարցը ուղղենք պարոն Վիշնյակին, ինձ հետաքրքիր է, երբ Հայաստանից իր երկիր գնալու լինի, ինչ է փոխանցելու, ինչ տպավորություններ եւ թատերարվեստի մասին անշուշտ խոսքս ոչ թե բնավորության, հայկական հյուրընկալության մասին է, այլ ինչ խոսքով է գնալու ի վերջո հենց այս երկխոսության համար են նաև նրանք հրավիրվում կապը սերտացնելու։ Quand vous partirez, avec quel message vous partirez de ce pays? Le message professionnel? Mon message, c'est le suivant. Il faut continuer à voyager, à échanger. Իմ ուղերձը հետևյալը կլինի, պետք է շարունակել փոխանակել մտքերը, շարունակել ճամփորդել։ Je voudrais que les compagnies d'Arménie viennent en Roumanie, en France. Ես կուզեի, որ մեր հայկական թատերախմբերը, որոնց տեսանք, գան Ռումինիա փառատոների, Ֆրանսիա։ Il y a un réseau de festivals de théâtre partout en Europe, ailleurs, et il faut utiliser ce réseau. Եվրոպայում եւ այլուր կա փառատոների մեծ ցանց եւ պետք է օգտագործել այդ ցանցը։ Surtout les jeunes, il faut qu'ils voyagent, Հատկապես երիտասարդներ պիտի շատ qu'ils ճամփորդեն échangent avec d'autres jeunes. եւ ուրիշ երիտասարդների հանդիպեն, Ces rencontres, c'est la base de la paix aussi. որովհետեւ այս հանդիպումներն են նաեւ խաղաղության ակունքում։ Et puis, nous avons des valeurs communes. Եվ հետո մենք համամարտկային արժեքներ ունենք։ La démocratie, bien sûr, mais la culture, c'est aussi une base de la démocratie. Իհարկե ժողովրդավարությունը, բայց նաև մշակույթը, որը ժողովրդավարության բազան է։ Et puis le théâtre est nécessaire. Depuis 2500 ans, il existe et il a toujours besoin de nous, de l'oxygène et des talents de partout. Եվ իհարկե թատրոնը կարևոր է, 2500 տարի այն գոյություն ունի եւ նա մեր կարիքն էլ ունի, մեր թթվածնի կարիքն էլ ունի։ Ինչ հրաշալի մոտեցում էր, դրական ինչ-որ լիցքեր ստացանք, ես այսպես ուզում գնամ Ֆրանսիա, երիտասարդ ֆրանսիացիներին հանդիպեմ։ Moi j'ai eu envie de partir en France et de voir les jeunes compagnies françaises. Oui, bien sûr. D'ailleurs, je suis impliqué moi aussi dans l'organisation de plusieurs festivals, aussi en France, mais aussi en Roumanie. Et mon désir, c'est de continuer les échanges avec ces gens très passionnés qui ont aussi beaucoup de talent. Եվ ես ինքս տարբեր փառատոների կազմակերպչական կոմիտեներում եմ, հանձնաժողովներում եմ եւ կուզեմ շարունակել համագործակցությունը անպայման այս ողջևորված եւ շատ մեծ տաղանդով օժտված երիտասարդների հետ։ Առհասարակ եթե անդրադառնանք թատերարվեստին, այսօր շատ ենք խոսում տեխնոլոգիական հասարակության, արհեստական բանականության, թե ինչպես սմարթֆոնները երիտասարդները չեն թողնում։ Մյուս զուգահեռում ունենք թատերարվեստը։ Et dans le monde parallèle, on a la vie théâtrale. Եվրոպայում ինչպիսին է հետաքրքրությունը թատրոնի ներկայացումների հանդեպ մշակույթի։ L'intérêt envers la culture, envers le théâtre. Oui, disons que l'Europe a comme fondament commun tout d'abord la culture. Եվրոպայի հիմնարար բազան դա մշակույթն է։ Il y a autant de langues et de traditions en Europe, mais il y a une culture commune, un socle commun de la culture. Կան իհարկե բազմաթիվ լեզուներ եւ մշակույթներ, բայց կա մշակույթի համամարտկային, հա, միասնական արժեքը։ Ça commence avec les Grecs, avec la Grèce antique, non? Անտիկ Հունաստանով է սկսվել Et ça բնականաբար։ continue avec la contribution de tous les peuples. Եվ բոլոր ազգերի մոտեցմամբ։ Je pense que l'Europe, ou plutôt l'Union européenne, devrait être un modèle pour d'autres espaces. Ես կարծում եմ, որ Եվրոպան եւ մասնավորապես Եվրամիությունը պիտի օրինակ լինի այլ տարածքների համար։ Parce que la culture, c'est une forme de vie.
c'est une forme d'action, c'est une forme d'éducation. Որովհետև արվեստը դա ապրելակերպ է, կրթվելու ձև է։ Heureusement que la culture existe parce que sinon on sera beaucoup plus pauvre et la société de consommation pourrait nous transformer en mutants. Ես ուրախ եմ, որ ամեն դեպքում մշակույթը գոյություն ունի, հակառակ դեպքում մեզ սպառող հասարակությունը կդարձներ ոչխարներ։ Et puis concernant l'intelligence artificielle, il faut bien l'utiliser parce qu'il faut beaucoup d'intelligence naturelle pour bien utiliser l'intelligence artificielle. Ինչ վերաբերում է արհեստական բանականությանը, շատ բնական բանականություն է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք ճիշտ օգտագործել արհեստական բանականությունը։ Եվ այս նոտայով էլ եկեք եզրափակենք մեր առաջին հյուրերի հետ զրույցը, այո, աշխարհը որքան էլ առաջ գնա, սրընթաց զարգանա, միևնույն է, մշակույթը, պատմությունը, այդ արժեքներն են նրա զարգացման հիմքում, միշտ ակունքներին ենք վերադառնում, առանց դրանից դասեր քաղելու, առանց հոգևորի աշխարհը չի կարող զարգանալ։